Էլ-Դամոկլյան թուրք կախված Կովկասի տարածաշրջանի վրա Չեռնոբիլի ուրվական Էլ-Դանդաղ գործողության ռումբ։ Թուրք բնապահպանները կրկին ակտիվացրել են Հայաստանում մեծամորի ատոմակայանը փակելու քարոզը։ Հունիսի 1-ից սկսած Թուրքիայի 33 բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպություններ Իգդիրում ակցիա են անցկացնում, կոչ անելով փակել հայկական ԱԷԿ-ը։ Երմենի հաբերի փոխանցմամբ ակցիայի մասնակիցները նշել են, որ Հայաստանի ատոմակայանը թեև դրա շահագործման ժամկետը նրանում է 2025 թվականին, դեռևս ակտիվ աշխատում է։ Մեծամորի ատոմակայանն այսօր գոյություն ունեցող բոլոր կայանների շարքում ունի ամենավտանգավոր տեխնոլոգիան։ Այս կայանը խիստ բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա, հատկապես Իգդիրի նահանգում։ Դիմում ենք ատոմակայաններով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին եւ Հայաստանի կառավարությանը։ Փակեք մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը Չեռնոբիլ եւ Ֆուկուսիմա չի դարձել։ Բնապահպանների խոսքով Թուրքիայի համապատասխան մարմինները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այն փակելու համար, իսկ իրենց պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական ԱԷԿ-ը չի փակվել։ Ակցիայի մասնակիցները պնդում են, Իգդիրը ներկայումս շատ է տուժում Հայաստանում ԱԷԿ-ի աշխատանքի պատճառով։ Տարածաշրջանում իբրև զգալիորեն աճել է քաղցկեղի դեպքերի թիվը, մարդիկ չեն կարողանում տուժում ստանալ եւ աճում է լեյկեմիայով ծնված երեխաների թիվը։ Բնապահպանները նաեւ դեմ են արտահայտվել Թուրքիայի տարածքում ատոմակայանի կառուցմանը։ Հարկ է նշել, որ Անկարան առաջին անգամ չէ, որ պնդում է Հայաստանում ատոմակայանի փակման մասին հավաստիացնելով, իբրև որ այն վտանգ է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Սակայն ինչպես կարծում են ոլորտի մասնագետները, հիմնանորոգումից հետո կայանը գործնականում թարմացվել է։ 2023 թվականի դեկտեմբերին ատոմակայան կատարած այցի ընթացքում ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ հայկական ԱԷԿ-ը հետևում է ՄԱԳԱՏԵ-ի հանձնարարականներին եւ հրահանգներին սերտորեն համագործակցելով գործակալության հետ։ Վստահաբար Հայաստանը լուրջ աշխատանք է տանում ԱԵԿ-ի անվտանգության առումով։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հետևում է ՄԱԳԱՏԵ-ի առաջարկություններին եւ հրահանգներին։ Սա շատ կարեւոր է։ Ատոմակայանում կատարվել են անհրաժեշտ կարեւոր վերանորոգման աշխատանքներ, այնպես որ մենք կարող ենք շարունակել աշխատել։ ԱԵԿ-ի շահագործման ժամկետը պետք է երկարացվի մի քանի տարով եւ մենք գոհ ենք, թե ինչպես են իրականացվել այդ աշխատանքները։ ՄԱԳԱՏԵ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել, որպեսզի օգնի կայանին անվտանգ եւ հուսալիորեն արտադրել ցածր ածխածնային էներգիա։ Իր հերթին դեռ անցյալ տարվա մարտին հայկական ԱԵԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել էր, որ հայկական ԱԵԿ-ի անվտանգության համակարգերը գտնվում են չափազանց բարձր մակարդակի վրա։ Հայաստանի կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները լիովին բավարարում են առկա անվտանգության համակարգերի արդիականացման չափորոշիչներին։ Մարտիրոսյանի խոսքով արդեն մտածում են նոր տեխնոլոգիաների ներդրման մասին, որպեսզի 2026-36 թվականներին շարունակեն ատոմակայանի անվտանգ շահագործումը։ $65 միլիոն բյուջեով մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիրը իրականացվում է Ռոսատոմ սերվիսի հետ համագործակցությամբ։ Գլխավոր տնօրենը նշել է նաև, որ հայկական կողմի համար անվտանգությունը կարևոր հանգամանքներից մեկն է։ Ոչ մի այլ պետություն չի կարող մեզանից ավելի շատ մտածել մեր անվտանգության մասին։ Ցանկացած ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցվել այն պետության ղեկավարության կողմից, որի սեփականությունն է այն։ Ուզում եմ նշել, որ հայկական ԱԵԿ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, եւ այլ պետություններ կարող են ինչ-ինչ նեղ նպատակներից ելնելով միայն կարծիքներ հայտնել։ Իսկ ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների համաձայն, որի առաքելություններն այցելում են Հայաստան եւ հետազոտություններ են անցկացնում, պարզվել է, որ հայկական ԱԵԿ-ը շահագործվում է անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշներին համապատասխան։ Հայկական ԱԵԿ-ի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կանգնեցվել է պլանային սպասարկման համար, այս անգամ ստանդարտ ժամանակահատվածից ավելի երկար։ Աշխատանքները կտևեն 60 օր, քանի որ ներկայիս գործընթացները կլրացվեն կայանի ավտոմատացման եւ անվտանգության որոշ համակարգերի փոխարինմամբ, նշել է հայկական ԱԵԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինի մեծամոր կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ԱԵԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր ըստ հայկական կողմի ընտրության ԱԵԿ այցելության ժամանակ հայտարարել է Սերգեյ Կոպերկինը։ Նա հիշեցրել է, որ Ռոսատոմ կորպորացիան հանդես է գալիս ռեակտորների ողջ տեսականու առաջարկներով եւ մեծ եւ փոքր հզորության տեխնիկատնտեսական հիմնավորմամբ։ Դա վերաբերում է նաեւ ցածր հզորության ռեակտորներին։ Ռոսատոմն ունի յուրահատուկ տեխնոլոգիաներ, այս տեսակի լողացող կայանն արդեն գործում է, իսկ վերգետնյա կայանը կառուցվում է, նշել է ռուս դիվանագետը։ Կոպերկինը հավելել է, որ ինչ վերաբերում է ռուսական Ռոսատոմ սերվիս ընկերության կողմից կայանի գործող էներգաբլոկի ծառայության ժամկետի
կետի երկարաձգման հարցում աջակցելուն, ապա այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականon ռեժիմով։ 2026 թվականին հայկական ԱԵԿ-ը 4.5 ամսով կկանգնի արդեն երկարատև վերանորոգման։ Վերանորոգման շրջանի հիմնական խնդիրը կլինի կայանի վթարային հովացման համակարգի փոխարինումը։ Աշխատանքները կիրականացվեն ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։